Սիրելի տիկնայք եւ աղջիկներ, շնորհավորում եմ ձեր բոլորի մարտի 8-ը եւ ցանկանում եմ ձեզ սովորեցնել մի քանի ինքնապաշտպանական հնարք։ Պետք է կարողանաք ձեզ պաշտպանել փողոցային տարբեր իրավիճակներում, հա, լիքը թափթփումներ կան փողոցում, ինքներդ ձեզ կարողացեք պաշտպանել։ Եվ այսպես։ Ուրեմն ենթադրենք դուք ինձ սիրուն աղջիկ եք, շատ սիրուն աղջիկ եք։ Կարմիր գույնի շոր եք հագում մինչև ստե պրարեղ, հա։ Մի հատ տղա գայս է ձեզ ասում է քուրիկ ջան ժամը քանիշն է։ Ուրեմն ինչ եք անում։ Մի քիչ բարձրացնում եք ձեր շորը, եթե կարճ է շատ չբարձրացնեք։ Մի քիչ բարձրացնում եք, ոտերը դնում սիմվոլիկ կքանստում եք, քիչ։ Ասում եք ես մնգոյում ժամ չեմ անցել։ Դու ինքդ նայիր ես ժամը քանիսն է։ Կրկնում եմ, դու ինքդ նայիր ես ժամը քանիսն է։ Ուշադրություն դարձրեք իմ այս մասին, դու ինքդ նայիր ես ժամը քանիսն է։ Ուրեմն ստեղ այս տղան կռանում է, որ նայի տենա ժամը քանիսն է, դուք փախցրեք եք ժամացույց, ինքը հետևից գալիս է ստե։ Հարմարացնում եք։ Ու մի հատ հայրական ապտակ դեմքին։ Չփց։ Ինքը տեղ հասկանում է, թե ինչքան հայրական էր ձեր ապտակը, ու ասում է, վայ պապ ջան, ես դու ես, կարմիր շորով եմ չճանաչեցի։ Ամաչումա գնում է ատեղից։ Հիմա ենթադրենք դուք դիսկացեկայում սենց պարում ենք, հայլու առաջ։ Ու մեկ էլ մի հատ տղա այս կողմերից, մի հատ տղա ձեզ աչքով անում։ Մի անգամից նրան աչքով արեք հետ։ Մի անգամից։ Ինքը կսկսի դեպի ձեզ գալ, դուք շարունակում եք աչքով անել սենց։ Եթե դա չի օգնում, նա շարունակում է դեպի ձեզ գալ, բարձրացնում եք յուբկան, կքանստում է, որ ասացի մի քիչ կոնքը կաղկցում, ձեռքերին հատուկ դիր, գսում եք Այդ քանից հետո ինքը անհնար է ձեզ մոտիկանա, հնարավոր չի մոտիկանա։ Ուրեմն նայեք պատկերացրեք մի ուրիշ իրավիճակ, դուք սենց քայլում եք փողոցով ձեր համար, մեկ էլ հետևից ինչ-որ մեկը սենց քայլում է էլի ձեր հետևից։ Դուք արագացնում եք ձեր քայլի տեմպը, ինքն էլ է ձեր հետևից արագացնում է, վազում եք, ինքը ձեր հետևից վազում է։ Մի շտապեք իրան մեղադրել, ինքը ոչ մի բանում մեղավոր չի։ Դուք էլ ոչ մի բանում մեղավոր չեք, իրականում մեղավոր է ձեր հետևը։ Ուրեմն պետքա հետևին պատժել, պետքա իրան վախացնել, ասել խելոք մնա, կտանեմ բժիշկի կծակեմ, կցավացնեմ քեզ, ինքդ այս տրամադրությունը կցի կկախվի, բան այդ տղեն էլ իր համար գնա իր ճանապարհ։ Հիմա պատկերացեք, դուք սովորական աղջիկ եք, կանգնած եք ձեր համար փողոցում, մեկ է մի հատ սանձարցակի մեկը մի հատ։ Վաչե, այսպես մեկը։ Ես ձեր բռնել ա ձեզ, ուզում է իրան ենթարկի։ Բեմ ինչ եք անում, կարող եք մի անգամից ձեռքը ջարդել նրա, բայց մի շտապեք, որովհետև փոքր քաղաք է, ջայր սիրուն աղջիկ եք, ինչ կմտածեն, օտար մարդու ձեռք եք բռնել փողոցում սենց կանգնել է։ Թողեք սենց բռնի, բայց գրոհը կասեցնելու նպատակով երկու կտրուկ հարված արեք նրա ձախ թուլակողին։ Եթե ցանկանում եք իր մոտ ստանալ հեմիպլեգիա, հարվածում եք քունքին, պարապլեգիա ծոծրակին։ Եթե ցանկանում եք, որ հակառակորդը սերունդ չունենա, բացում եք պայուսակը, հանում եք պայուսակի մեջից Nokia 3310 մագնիշի տապորը, ուշադիր եղեք, Nokia 3310 մագնիշի տապորը, ու սերնդից ձրկելու նպատակով կտրում ենք նրա գլուխը։ Եթե ուզում եք ընդհանրապես նրա քոքը կդրվի, կտրում եք քոքը։ Հիմա ենթադրենք, դուք սենց կանգնած եք փողոցում, ու մի անգամից 4 թափթփուկ հարձակվել է ձեր վրա։ Եկել կանգնեն են սենց։ Ինչ եք անում։ Էլի բարձրացնում եք յուբկան, բայց այս անգամ մինչև վերջ եք բարձրացնում։ Իրանք ակամա իջացնում են իրանք շալվարները։ Միշտ հիշեք սիրելի աղջիկներ, բարձրացած յուբկայով ավելի հեշտ է վազել, քան իջացրած շալվարներով։ Փախեք այդտեղից, փախեք։ Սիրելի աղջիկներ,
Կարող է լինել նաև հետևյալ տարբերակը։ Երբ որ դուք սիրուն աղջիկ եք կանցեք ու 4 թափթփուկներ համեցեք։ 4 թափթփուկ, միանգամից եկել sense կանգնել են, այսպես կանգնել են, չեք իմանում ինչ անեք։ Ուրեմն, եթե դուք շալվարով եք, այդ տարբերակը իջացնելու չի գործում, անիմաստ է իհարկե։ Փոխարենը պետք է անեք բիդուրոչագից, իմիոչիկից, իդորատորիչիկից, ստեպ իդորացիֆրիգի։ Մոտարպես ունի այս տեսքը։ Սիրելի տիկնակ եւ աղջիկներ, եւս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր բոլորի մարտի 8-ը։ Եվ իմիջիալից ասեմ, դուք էլ ինքներդ հասկանում եք, այս ամեն ինչը կատակ էր։ Այս ամեն ինչը կատակ էր։ Իրականում պետք է նայեք ոչ թե իմ այս մասերին, այլ ձեր սիրած տղամարդու այս մասերին նայեք, ուշադրություն։ Երես լեցու, աստված